Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ես կհարգեմ ազգային ժողովի նախագահի առաջարկը, հնարավորինս կրճատելով իմ ելույթը, չնայած ասելիքս բավականին շատ կարող էր լինել, բայց կանդրադառնամ որոշ հարցերի, որտեղ այստեղ հնչել է նախորդ քննարկման ժամանակ, երբ որ քննարկվում էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, որը շարունակվեց նաև պետահայրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ։ Դա քննիչ հանձնաժողովի մասին է։ Պարզվում է, որ քննիչ հանձնաժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման զեկույցի մասին կասկածներ հայտնում են մարդիկ, որոնք դա կարդացել են։ Դրանք շատ սակավաթիվ են, բայց օրինակ Արթուր Խաչատրյանը եւ Գեղամ Մանուկյանը կարդացել են։ Ես կուզեի, որպեսզի բոլորը կարդան, նաև մեր նոր պատգամավորները, որոնք արդեն ունեն իրավասություն, իջնեն գաղտնի բաժին եւ ծանոթանան այդ զեկույցին։ Ինչի համար, որովհետեւ դա արդեն կհանի շահարկման միջավայրից զեկույցի ոչ միայն գոյությունը, այլ նաեւ ծանոթանան այն բովանդակությանը, որ տալիս է բազմաթիվ հարցերի պատասխան։ Մեսրոպ Մարտիրոս Մանուկյանը դալիճում չի, խոսեց նաև զեկույցի մասին ինքը, այնպիսի տպավորություն ստացա, որ մանրամասն ոնց որ թե չլինելով դեռ պատգամավոր, որոշ պատկերացումներ ունի մեր կանոնակարգ օրենքի մասին։ Պարոն Մեսրոպ Մանուկյանը լավ կլինի, որ ունի նաև հնարավորություն ծանոթանա քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովների զեկույցին, որովհետև այնտեղ կա նաև հիշատակում, թե մեր անհաջողությունները այդ կարճատև պատերազմի ընթացքում ինչպիսի արձանագրումներ են ունեցել եւ դա իրականացվել է ազգային ժողովի ամենակարևոր վերահսկողական գործիքակազմի միջոցով, որն է քննիչ հանձնաժողով ունենալը։ Վերջին 7-8 տարվա ընթացքում ազգային ժողովը ունեցել է 4 քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորություն եւ ասեմ ձեզ, որ 4-ից 2-ը առնչվել են Պաշտպանության եւ Անվտանգության հանձնաժողովներին եւ հանձնաժողովը իրացրել է իր այդ սահմանադրական իրավունքը եւ ներկայացրել է զեկույց։ Քառօրյա պատերազմի զեկույցը ինձ հաջողվել է ներկայացնել ազգային ժողովի լիագումար նիստերի դալիճում եւ 44-օրյայի զեկույցը տարբեր տարընթերցումների իրավական տարընթերցումների պատճառով գնացել է առաջի բաժին, բայց դա չի զրկել հնարավորությունից մեր պատգամավորներին եւ պետական ինստիտուտներին ծանոթանալ դրա հետ։ Ես հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի մասին չեմ խոսի, որպեսզի Մամիկոն Ասլանյանը հանկարծված չզգա, պարոն Ասլանյան, դա միշտ ես խոսեմ, քանի բացահայտված չեն։ Իսկ բացահայտումները հերթով տեսնում եք արդեն գալիս են։ Երկու շատ հանրության կողմից սպասված բացահայտումներ Արսուն Մարգարյանի եւ Խորխորնու արդեն ճանապարհին են վերջնական լուծում ստանալու եւ հաջորդի այստեղ։ Ինչի որոշեցի խոսեմ հենց պետահայրավական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ, այստեղ, որովհետև քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում պարզ դարձավ, որ իրավական հարցեր կան, որոնց լուծումը պետք է գտնենք, Տիկին Ջուլակյան։ Ես համոզված եմ, որ միասին դա կանենք, որովհետև քառօրյա պատերազմի ժամանակ գտնվեց մեկ նախկին պաշտոնյա Գրիգորի Խաչատուրով գեներալ-գնդապետ, որը հրաժարվեց գա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին եւ ուղարկեց ընդամենը մեկ էջանոց մի բացատրություն, բայց մնացած բոլոր պաշտոնյաները, նախկին նախագահ, վարչապետներ եւ այլն, բոլորը ներկայացել են զինվորականներ, ում ուղարկել են հրավեր։ Եվ մեկ տարօրինակ արձանագրում եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ, այն է, որ Վարդան Օսկանյանը անդադ էկրանի մյուս կողմից էր հայտնվում եւ մերժում էր քննիչ հանձնաժողովի աշխատանքին մասնակցելուց։ Չնայած դա միակ այն հարթակն էր, որտեղ բոլոր պաշտոնյաները ունեին հնարավորություն, այն ինչ որ չեն ասել քաղաքական առումով, գան եւ անեն դա քննիչ հանձնաժողով։ Այն ինչ արեց նաեւ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե կարդալու ցանկություն չունեք, տեսագրությունները որպես դոկումենտալ նյութ կարող եք տասնյակ ժամերով նստեք եւ նայեք։ Պարոն Խաչատրյանը համոզված եմ չի նայել, դուք դե նայեք ձայնագրությունները, տեսագրությունները։ Շատ լավ, այսինքն դրանք էլ շատ տևական ժամանակ է պահանջելու, բայց դա շատ կարևոր արձանագրումներ են, որոնք ֆիքսված են։ Հիմա ասեմ ստորագրությունների մասին։ Ստորագրությունը կլինեին շատ, եթե մեր սիրելի գործընկերները ընդդիմության մասնակցեին քննիչ հանձնաժողովի աշխատանքին։ Անհասկանալի հիմնավորումն նրանք մերժեցին այդ աշխատանքների մասնակցելուց, նաև զրկեցին իրենց հնարավորությունից, որպեսզի հրավիրյալներին ոչ միայն ուղարկեն
ոչ ցանկալի հարցեր, այլ նաև ունենան սեփական կարծիքը արձանագրելու եւ զեկույցի մեջ ներառելու հնարավորություն։ Նախկինում քարորիայի ժամանակ այդպիսի հնարավորությունից օգտվել է թե Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները, թե Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչները։ Ի պատիվ իրենց։ Դրանք արկա են եւ դրանք փոփոխության ենթակա չեն։ Հիմա ժամկետի խախտում իրավական առումով այս վեճը դրա մասին չի։ Քննիչ հանձնաժողովի կարևոր առաքելությունը զեկույց ունենալն է։ 4 քննիչ հանձնաժողովներից միայն մեր հանձնաժողովը, որը միայն մեր հանձնաժողովն է իրավասու քննելու պաշտպանության եւ անվտանգության հարցերը, ներկայացրել է 2 զեկույց։ Եվ զեկույցի գոյությունն է, որ մնայուն արժեք է լինելու եւ նա իր արժեվ դրված խնդիրը լուծած համարելով պետք է նաեւ այդ հարցերի պատասխանը ուղարկի այն գերատեսչություններ, որոնք իրավասու են այդ զեկույցից օգտվելով իրականացնել ուղումներ այն բացողումների մեջ, որը մեզ նաև բերել է պարտության։ Գեգամ Մանուկյանը ասեց, որ մեր զինված ուժերը կարելի ասել այլևս չկան։ Ես կարող եմ մի մասում համաձայնվել, պաշտպանության բանակը այլևս չկա, բայց մեր զինված ուժերը ոչ միայն կա, այլ նաև ապրում է իր զարգացման նոր փուլերը ձեռք բերելով, նոր սպառազինություն զարգացնելով, ռազմաարդյունաբերությունը լուծելով իրավական բոլոր այն խնդիրները, որը ապահովել են այդ զարգացումը։ Եվ ես կարծում եմ, Տիկին Ջուլակյան, նախ վստահ եմ, որ դուք ստանաք մեր խմբակցության մաքսիմալ ձայները, որովհետև մենք իրար գիտենք նաև ճանապարհ անցնելու շնորհիվ, ձեզ եւ Գալակսյանին նշել եմ, մարդուն ճանաչում են ճանապարհ անցնելով միասին, դուք կանեք դա, քննիչ հանձնաժողովների մասով ասեմ ձեզ, որ այն խնդիրը, որ հրավիրյալները պետք է իրավունք չունենան, չներկայանան, այդ խնդիրը օրենսդրական լուծում է պահանջում։ Կարծում եմ պարոն Հարություն Հարությունյանը մեզ օգտակար կլինի այդ հարցի լուծմանը մասնագետ լինելու, որովհետև այդտեղ մենք չհաջողեցինք ճիշտ մշակումներ ունեցանք պաշտպանության հանձնաժողովում, բայց այստեղ էլ պետք է չտանք հնարավորություն, որ նախկին պաշտոնյաները, որոնց պաշտոնման արդյունքում ունեցել են խնդիրներ, չունենան հնարավորություն մերժելու բարձրագույն, ուրեմն քաղաքական մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովին չներկայելու հնարավորություն։ Հիմա ես շատ կուզեի խոսել նաև եկեղեցու թեմայով, որովհետև եկեղեցու խնդիրը ուզենք թե չուզենք, պարոն Ասլանյան, առնչվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Հիմա կասեք ինչու։ Որտեղ Ռոբերտ Քոչարյանն էր, որը հնչեցրեց այն տեսակետը, որ քաղաքական դաշտում նոր լիդեր է պետք, թերևս սրբազան դասից որևէ, եւ ընտրեցին հայտնի սրբազանին եւ ուղարկեցին Կիրանց, ինչով ավարտվեց, ավիրվեց քաղաքական դաշտը եւ բայց մնաց հարցականը Ռոբերտ Քոչարյանի եւ Դաշնակցության կապը, ինչքանով է այդպես ամուր կապված։ Ես կարծում եմ, այս ելույթով ես դրան չեմ անդրադառնա, բայց ապագայում կխոսեմ այդ կապի ստեղծման ժամանակագրության եւ նրա ամուր լինելու մասին։ Շնորհակալություն։